Ողջույն հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, մեզ հետ։ Մի քիչ առաջ գնաք։ Այն ինչ տեղի է ունենում մեր քաղաքական թիմի հետ ամեն օր կոչվում է քաղաքական հետապնդում։ Մենք տեսնում ենք, որ ապրիլի 11-ին մեր միասնության հանրահավաքից հետո իշխանականները խառնվել են իրար։ Իրենք տեսնում են, որ օրեցօր մեր ուժը ավելի ուժեղ է դառնում։ Ուժեղ Հայաստանը մոտենում է իրականությանը։ Եվ այդ հանրահավաքից հետո իրենք սկսել են ապօրինի գործողություններ։ Բերման են ենթարկվում մեր քաղաքական թիմի կանայք։ Բայց նույնիսկ այն պարագայում, երբ մեր քաղաքական թիմի բոլոր անդամները բերման ենթարկվեն, մենք միևնույնն է կանգ չենք առնելու։ Սամվել Կարապետյանը իր կալանավորման առաջին օրվանից հստակ ներկայացրել է, որ մենք գնալու ենք մինչև վերջ, մասնակցելու ենք հունիսի 7-ի ընտրություններին և ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Փոփոխությունները գալիս են, խնդրում եմ չվախենալ, խնդրում ենք չդադարեք պայքարել անարդարության դեմ և շատ շուտով, ընդամենը մի քանի տասնյակ օրերից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Վարչապետ Սամվել, վարչապետ Սամվել, վարչապետ Սամվել, վարչապետ Սամվել, վարչապետ Սամվել, վարչապետ Սամվել, վարչապետ։ Փոփոխությունները գալիս են, փոփոխություններ լինելու են մեր երկրի բոլոր ոլորտներում։ Մենք փոխելու ենք մեր տնտեսությունը և դարձնելու ենք կայուն։ Մենք փոխելու ենք երկրի անվտանգությունը և դարձնելու ենք ուժեղ։ Դիվանագիտության ոլորտում մենք չենք լինելու թույլ։ Մեր երկրին պետք է ուժեղ առաջնորդ, ով կբանակցի մեր հարևանների դիվանագիտության մեջ ուրիշ խաղացող երկրների հետ հավասարը հավասարի հետ, այլ ոչ թե գլուխը կռացնելով և ենթարկվելով բոլոր իրենց դեմ տված պայմաններին։ Խնդրում եմ հարգելի հայրենակիցներ, մի դադարեք ձեր պայքարը, շարունակեք պայքարել հանուն ուժեղ Հայաստանի։ Շնորհակալություն։